Բեմում կրկին երեխաներն են։ Արդեն 3-րդ տարին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունը «Ապրել միասին, սովորել միասին» խորագրի ներքո Տավուշի մարզում իրականացնում է դպրոցական ներառական թատերախմբերի մարզային փառատոն։ Ինչա կարևոր սա, որպեսզի իրական ներառական միջավայր ստեղծվի մեր կրթական հաստատություններում։ Կազմակերպությունը տարիներ շարունակ ունեցել է այդ փորձը, որ թատրոնի միջոցով ոչ միայն հենց խաղացող երեխաների շրջանում է տեղի ունենում այդ ընկալումների փոփոխությունը միմյանց նկատմամբ, անկախ իրար ունեցած կարողությունների եւ հնարավորությունների, այլև հանդիսատեսի մոտ սա ցուցանիշ է այն բանի, որ դպրոցներն իրենք կարևորում են իսկապես այս հարցը եւ պրոակտիվ դերակատարում ունեն դրանում։ Մարզային փառատոնում ներգրավել են Իջևան, Նոյեմբերյան, Բերդ եւ Դիլիջան համայնքների 25 դպրոցի ներառական թատերախմբեր։ Ընդհանուր առմամբ այս յուրատեսակ տոնին մասնակցում է 300 երեխա, որից 80-ը ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ հաշմանդամություն։ Այս տարի ընդգրկված են նաեւ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության մարզի 4 մասնաճյուղի նախաձեռնությամբ ստեղծված թատերախմբերը։ Փառատոնը ընդլայնում է մասնակցության շրջանակը։ Տարեց տարի թվերը մեծանում են։ Մեզ միացել է Դիլիջան համայնքից հանրակրթական ուսումնական հաստատություն, անցյալ տարի մենք ունեինք 3 ուսումնական հաստատություն, երեխաները շատ ոգևորված են, ընկերություն, միասնություն, ներառում, քարոզելու, ինչպես նաև երեխաների միջև հավասարությունը եւ կարողություններն ու հմտությունները զարգացնելու մեծ առիթ է սա։ Երեխաները 2-3 ամիս պատրաստվում են, զարգացնում են իրենց խոսքի հմտությունները։ Երեխաները իրենց գունեղ ներկայացումներով երկու օրը տոն դարձրին։ Ըստ պատասխանատուների փառատոնը կլինի շարունակական։ Նարէ Ոսկանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։